Շնորհակալություն, տիկնակ և պարոնայք կառավարության անդամներ, համատարած անկումների հետընթացների ֆոնին ես գտել եմ մի ոլորտ, որտեղ ձեր կառավարությունը հաջողացրել է ամբողջ 18%-անոց աճ ապահովել 2014 թվականին 13-ի համեմատ, դա արագաչափերի և երթևեկությանը հետևող տեսախցիկների արձանագրած տուգանքների հետևանքով քաղաքացիներից գանձված գումարներն են, նախորդ տարի այս թիվը 8 միլիարդ 950 միլիոն դրամ էր, 2013 թվականին, 2014-ին նա դարձել է արդեն 10 միլիարդ դրամ։ Հիմա ինչ ունենք այս ամեն ինչի արդյունքում, որովհետև նախկինում այս հարցը երբ բարձրացրել եմ, ասվել է, որ դա երթևեկության կարգ ու կանոնը ապահովելու քաղաքացիների անվտանգության մակարդակը բարձրացնելու համար է։ Եվ ահա, երբ տեսնում ենք վիճակագրությունը, պարզվում է, որ 2014 թվականի ընթացքում 2013-ի նկատմամբ երթևեկության ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածների թիվը 12%-ով ավելացել է։ Իսկ այս թիվը համեմատում ենք 2011 թվականի հետ, ասինքն երբ որ չկար այդ արագաչափերը եւ տեսախցիկները, ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածների թիվը աճել է 33.5%-ով, այսինքն այս թվերը պատկերացնում եք, չէ՞։ Ու այս ամեն ինչի արդյունքում ստացվում է, որ ինչ, որ ըստ էության ոչ մի պոզիտիվ փոփոխություն չկա, ընդամենը 10 միլիարդ դրամ, հիմա արդեն 3 տարիների արդյունքում 24 միլիարդ դրամ, որ Հայաստանի քաղաքացիները, ելի եմ ասում, ծախսում էին իրենց երեխաների, իրենց ընտանիքի բարեկեցությունը ապահովելու համար, հիմա տալիս են ուղղակի ոստիկանությանը, փողը 50-50 կիսվում է security դրիմի եւ ոստիկանության միջեւ։ Եվ ինչ է սրա փոխարեն տալիս ոստիկանությունը Հայաստանի քաղաքացիներին։ Հիմա 2014 թվականի ընթացքում, երբ մենք մեր ֆինանսավորումը ոստիկանությանը աճեցրել ենք, արդեն Երևանի կենտրոնից դիմակավորված մարդկանց առևանգում են, տանում ծեծում, կտանքների ենթարկում եւ դիմակավորված բանդայի գործունեության 3 դեպք ենք մենք արձանագրել, որ մինչև այսօր չի բացահայտվել։ Պաշտոնական վիճակագրությամբ ծանր, առանձնապես ծանր հանցագործությունների թիվը աճել է 7.4%-ով 2014-ին 2013-ի համեմատ։ Հիմա հարցս հետևյալն է, այդ փողերը մեզանից ստանում եք, բա հետո ինչ եք անում, որ ոչ միտեղ այդ արդյունքը չի երևում։ Հարցին կպատասխանի Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը։ Հարգարժան խորհրդարան, հարգելի պարոն Փաշինյան, թույլ տվեք ձեր հետ չհամաձայնվել, որ որևէ դրական տեղաշարժ չունենք եւ տենդենս չկա այդ տեղաշարժի։ Ես ուզում եմ ընդամենը մի քանի վիճակագրական թվեր բերել եւ որոշ տեղեկություններ հայտնել, որի լույսի ներքո պարզ կլինի, որ իրավիճակը այնքան սարսափելի չէ, որքան դուք նկարագրեցիք։ Մասնավորապես, եթե մենք հիմք վերցնենք պատահարների թիվը, ապա առանձին վայրերում, սա հիմնական խոսքը վերաբերվում է համապատասխան տեխնիկայի ծածկույթի դաշտում գտնվող վայրերում, մոտավորապես 85-ից 90% իրավախախտումների ծավալի նվազում է տեղի ունեցել։ Բացի դրանից, Հայաստանի մարզերում եւ հատկապես միջպետական նշանակության ավտոճանապարհների վրա արագաչափ սարքերի տեղադրման հետ կապված եւ դրանց հետևանքով ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով դեպքերի եւ զոհերի եւ մարմնական վնասվածքների վիճակագրությունը դեպի նվազման է գնում, մասնավորապես եթե 2014 թվականը վերցնենք, ապա 29-ով կամ 11.4%-ով նվազել է զոհերի թիվը, մարզային կտրվածքովի նկատի ունեմ։ Բայց այնուամենայնիվ ինչի մասին են խոսում թվերը։ Այս թվերի պարզ վերլուծությունը առաջին հայացքից գնահատականը խոսում է այն մասին, ինչի մասին դուք ասեցիք, որ որևէ հետևանք չկա։ Բայց ես ուզում եմ այստեղ մի տվյալ նշել, որ 2010 թվականից սկսած Հայաստանի Հանրապետություն ներմուծված եւ ճանապարհային ոստիկանության կողմից հաշվառված մեքենաների թիվը մոտավորապես 150,000-ով ավելացել է։
Ինչ է սա, ինչի մասին է սա խոսում, այն մասին, որ եթե երթևեկության ծավալները մեծացել են, մեքենաների ծավալները մեծացել են, բնականաբար ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները, պատահարների թիվն է մեծացել եւ այդ մասայի մեջ զուտ ֆիզիկական արտահայտությամբ դեպքերի, մարմնական վնասվածքների եւ զոհերի թիվը բնականաբար ավելի պետք է մեծ ցուցանիշ արձանագրեր։ Բայց միևնույն ժամանակ ես մտահոգությունը կարելի ասել որ կիսում եմ եւ կառավարությունը կիսում է պարոն Փաշինյան ձեր մտահոգությունը, որտեվ մենք տոկոսներով եւ թվերով խոսում ենք զոհերի մասին եւ մարմնական վնասվածքների մասին, ինչը իրականում տհաճ է եւ սա ցանկացած նման դեպք պետք է մեր մտահոգության առարկան լինի եւ մենք այդ ուղղությամբ բավականին աշխատանք արդեն իսկ տարել ենք։ Խնդիրը ինչին է վերաբերվում, կառավարությունը փորձ է կատարել եւ մոտ ժամանակներս դա կդարձնենք նաեւ հանրային քննարկման առարկա ճանապարհային երթևեկության կանոնների կանոնակարգման համալիր գործողությունների ծրագիր իրականացնելու, որովհետեւ արագաչափերը այո որոշակի դրական ազդեցություն ունեցել են եւ բերել են, բայց միայն արագաչափերով խնդիրը գլոբալ լուծել հնարավոր չէ։ Արձագանքի համար Նիկոլ Փաշինյան, երրորդ խոսափող։ Պարոն Մանուկյան, դուք ասում եք, որ իրավիճակը այնքան սարսափելի չի, ինչքան թվում է, այտենց ասում են սատանան էլ այդքան սարսափելի չէ, ինչքան նրա մասին խոսում են, բայց դրանից գնահատականը չի փոխվում։ Հենց ձեր իսկ տված թվերով եմ ես ասում, այսինքն գրավոր հարցրել եմ, գրավոր պատասխանել եմ եւ ստորագրել ուղարկել եք, դուք եք ստորագրել եւ այդ թվերը ցույց են տալիս, որ տուժող քաղաքացիների թիվը անշեղորեն աճում է։ Եվ իմ հարցը ուներ երկրորդ մարդ։ Երևան քաղաքում գործում է դիմակավորված անձանց բանդա։ Եթե մենք ամեն տարի 15 միլիարդ դրամով ոստիկանության ֆինանսավորումը ավելացնում ենք, ամեն անկյունում 4 հատ արագաչափադրած 6 հատ տեսախցիկ։ Այդ տեսախցիկները ինչի համար են, որ այդ դիմակավորված բանդաները որտեղից են գալիս եւ ո՞նց են անցնում, որ ձեր տեսախցիկների տակով չեն անցնում։ Եվ ես էլի եմ ուզում ասեմ, որ հնչել են գնահատականներ, որ դիմակավորված բանդայի գործունեությունը կազմակերպում է ոստիկանությունը, նրանից վեր գտնվող կառավարությունը եւ նրանից վեր գտնվող Սերժ Սարգսյանը։ Ես ուզում եմ ասել, որ եթե այսքան կամերաները դրել եք, մեզանից տարեկան արդեն 3 տարվա ընթացքում 24 միլիարդ դրամը տարել եք, ու դեռ քաղաքում դիմակավորված մարդիկ մարդ են առևանգում, տանում ծեծում, խոշտանգում, ու այնպիսի մարդկանց, որոնք դեմ են ձեր իշխանությանը, ձեր կառավարությանը, ուրեմն հետևությունս հետևյալն է, ոչ միայն այդ փողը մեզնից տանում եք, այլև այդ կամերաները, այդ տեսախցիկները եւ արագաչափերը օգտագործում եք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դեմ հանցագործություններ կազմակերպելու համար։ Եվ սա իմ քաղաքական գնահատականն է։ Եթե չէ, ուրեմն բացահայտեք ովքեր են։ Կամերաններն էլ են ձեր ձեռը, ինչպես հայտնի падգամավորն է ասել, չակուճն էլ է ձեր ձեռը, նալն էլ է ձեր ձեռը։ Ինչի՞ չեք բացահայտում, փողն էլ վերցրել եք։ Պարոն Փաշինյան, ուրեմն ձեր գնահատականները այստեղ առավելապես քաղաքական էին եւ ըստ էության այն հարցադրումը, որ դուք բարձրացրել եք կապված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման եւ դրա հետևանքների վերաբերյալ, չէր առնչվում այս երկրորդ մեկնաբանությանը, հարցի վերաբերյալ ձեր մեկնաբանությանը։ Եթե դուք նման հարցադրում ունենաք առանձին, ես կարող եմ համապատասխան վերլուծություններ կատարել, մասնավորապես ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների դինամիկայի վերաբերյալ եւ դրա վերաբերյալ համապատասխան վերլուծություններ ներկայացնել ձեզ։ Այո, բնականաբար միանշանակ համաձայն եմ ձեր հետ, որ համապատասխան տեխնիկան, որ տեղադրված է կոնկրետ նպատակներով, բնականաբար այդ տեխնիկայի ստեղծած հնարավորությունները օգտագործվում են եւ օգտագործվելու են նաեւ քրեական բնույթի հանցագործությունների բացահայտման համար։ Թե կոնկրետ ինչի նկատի ունեք, կոնկրետ ինչ դեպքերի նկատի ունեք եւ կոնկրետ ինչ հարցադրում եք անում ոչ քաղաքական հարթության մեջ ես այս հարցի կոնտեքստում չեմ պատասխանի ձեր հարցադրմանը, դա եթե առանձին հարցում լինի падգամավորական, ես կարող եմ վերլուծությունները ձեզ ներկայացնել։ Իսկ սատանայի պահով համաձայն եմ ձեր հետ, այո, կախված նրանից թե ում տեսքով հանդես կգա, ում տեսքով քո դիմաց կհայտնվի։